Բարև ձեզ, Եվրոմեդիա 24-ի տաղավարում այսօր զրուցելու եմ բլոգեր Արթուր Չախոյանի հետ, բարև ձեզ պարոն Չախոյան։ Պարոն Չախոյան, երեք դուք մամուլի ասուլիսով հանդես եկաք, բայց կան նաև հարցեր, որոնք բաց մնացին, կուզեմ այսօր դրանց մասին զրուցենք։ Ձեր գործունեությունը հանրության աչքի առաջ է, բայց տարբեր մեղադրանքներ կան ձեր հասցեին, որ ֆինանսավորվում եք տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից, անհատ գործիչների կողմից։ Ես ուզում եմ ձեր հարցնել, երբանից միտք առաջացավ, որ պետք է զբաղվեք նման բլոգերական գործունեությամբ եւ ինչու հենց շինարարական ոլորտում, մայրաքաղաքի շինարարությունները, ինչու հենց այդ թեմատիկայով։ Ես սկսել եմ իմ հանրային գործունեությունը 2022 թվականին եւ իմացա, որ Նորնոկ վարչական շրջանում Տորքանգեխ արձանը պատրաստվում են տեղափոխել, որ այդ վայրում բազմաբնակարան շենքեր կառուցեն եւ առաջին իմ հանրային տեսանյութը այդ խնդրին վերաբերելի էր եւ պայքարում էի դրա դեմ, ինչը որ շատ դրական լավ հաջողությունների հասանք, արձանը չտեղափոխվեց եւ դրանից հետո իմ մոտ, չգիտեմ, ոնց ասեմ, միտք առաջացավ կամ որոշեցի ինքնին, եթե ես կանեմ երկրի համար լավ բան անեմ, օրինակ տեսանյութներ հրապարակելով, ինչու չանեմ։ Իսկ շինարարական աշխատանքներին, որ ես քաղաքապետարանի անդրադառնում եմ, դա ուղղակի իմ մասնագիտական աշխատանքային բնույթով է պայմանավորված, քանի որ ես ինքս շինարար եմ, զբաղվում եմ շինարարությունով եւ այդտեղից ելնելով, այդ շինարարական մասնագիտական փորձ ունենալով ես անդրադառնում եմ մայրաքաղաքի խնդիրներին։ Տիգրան Տեր-Մարգարյանն Նոր-Նորքի թաղապետին, մինչև այդ միջադեպը, մինչև իր այդ հայոյանքները, որ ձեզ ուղարկել էր, անձամբ ճանաչել եք։ Անձամբ չէ, միայն աշխատանքային բնույթով իր թաղապետ լինելու սահմաններում, այսինքն դրանից առաջ ոչ չեմ ճանաչել։ Շփում էլ չի եղել։ Այնքանով իշքան, որ ինքը թաղապետը այդ լիազորություններից ոչ ավել, այսինքն որ գնանք միտեղ, չգիտեմ, քեֆ անենք, հարսանիք անենք, նման բան չի եղել։ Այսինքն որպես բնակիչ, նայել որպես վարչական շրջանի ղեկավար ես բազմիցս անգամ այդ թվում բնակիչների ընդունելության օրն այցելել եմ եւ տարբեր խնդիրներով ներկայացել եմ։ Պատճառը այդ հայոյանքների, որ ձեզ ուղարկել էր հեռախոսազանգի կամ ձայնային հաղորդակցության, չգիտեմ, միջոցով, պատճառը մանկապարտեզի հետ էր կապված, Նոր-Նորքում կառուցվող, կմանրամասնեք ինչ եք բացահայտել դուք այդ հետաքննության շրջանակներում։ Ըստ էության, ըստ իր խոսքերից, այո, դա մանկապարտեզի հրապարակած տեսանյութից է ինքը զանգահարել, որը հրապարակել էր պարոն Մանուկյանը, Երևան քաղաքի ավականու անդամը, Մեսրոպ Մանուկյանը, երբ մենք իրար հետ այցելել էինք իմ վարչական շրջանի թիվ 105 մանկապարտեզի տարածք եւ ցույց եմ տվել, թե ինչ վատ անմխիթար բաստողի վիճակում է գտնվում, որ մանկապարտեզ կա, որը արդեն իսկ պետք է շահագործված հանձնված լիներ եւ երեխաները դա հանձնվեն, սակայն միջորս աշխատանքները ավարտված չեն ընդունել եւ արդեն իսկ քանդվում է։ Այսինքն տեսանյութում ամեն ինչ շատ ակնհայտ երևում է, որ անորակ են աշխատանքները իրականացրել եւ տեսանյութում ես որևէ մեկի հասցեի, այդ թվում թաղապետի հասցեին ոչ մի վիրավորական խոսք չեմ հնչեցրել, այդ թվում թաղապետի հասցեին որևէ բառ եւ տառ չեմ ասել։ Տեսանյութը հանրային հրապարակած է, բազմիցս անգամ ես անդրադարձել եմ այդ դրվագին, որ ոչ մի վիրավորական բան չի եղել, այնինչ թաղապետը զանգել էր վիրավորված եւ հայել է, անհիմն է եղել։ Եվ եղավ այնինչ, ինչ որ տեղի ունեցավ։ Այդ տեսանյութում երևում է, որ
թաղապետարանի աշխատողը բավականին այսպես հասուն տարիքի մարդ, հա, ձեզ ասում է դու լավ տղա չես։ Դրանից էլ սկսվում է, հա, այդ կռիվը, ով է այդ մարդը։ Նորոնք վարչական շրջանի աշխատակից է, եթե չեմ սխալվում, հենց թաղապետի տեղակալն է, հենց իր քաղաքական ուժից է, հանրապետություն կուսակցությունից է, դե ակնհայտ է երևում էր, որ ես շատ քաղաքակիրթ ձևի, շատ հանգիստ տոնով գոչ եմ անում երկխոսության եւ առհասարակ ասում եմ ցածր բարձր մի խոսացեք, հանգիստ խոսացեք, բայց մենք բոլորս տեսանք տեսախցիկների առջև, որ իրանք սադրում էին, որ ասում են դու լավ տղա չես, ես ասացի լավ տղնդու չես ու հետևից հարվածեցին։ Դա ակնհայտ սադրանք է, որը անհերքելի է, ոչ ոք չի կարող ասել դա այդպես չի եղել, որովհետև եթե դա սադրանք չլներ, ըստ էության, հենց թաղապետը իր հարցազրույցում տվյալ դեպքի վերաբերյալ ասել է. ես միտումնավոր եմ զանգել, որ զանգել հայհոյել է, միտումնավոր է զանգել։ Դե հիմա թող հանրությունը ինքը դատի, ով է առաջինը սադրանք տվել։ Իհարկե թաղապետը, որը հենց նա առաջինն է զանգել եւ հենց նա միտումնավոր զանգել է։ Ձեր թույլտվությամբ էլ, որ ձեր դիտողների համար ավելի པարզ լինի, ես միացնեմ այդ թաղապետի հարցազրույցի հատվածը։ Խնդրեմ։ Ես այո միտումնավոր եմ զանգել իրենց։ Ես այո միտումնավոր եմ զանգել իրենց։ Ես այո միտումնավոր եմ զանգել իրենց։ Այսինքն թաղապետը միտումնավոր զանգել է, հայհոյել է, առանց հիմք, առանց որևէ իր հասցեն վիրավորական խոսք հնչեցնելու պատճառով, բայց իշխանամետ, ասենց ասած, լրատվականները եւ այլ մարդիկ քարոզում են, որ ես եմ սադրել, ես եմ վիրավորել, սակայն փաստերը այլ բանի մասին են խոսում։ Նորքի թաղապետը երեք հասկացանք, որ ձեզ աշխատանք է առաջարկել։ Դա մինչև է თავյանքներն էր, թե դրանից հետո եւ հետաքրքրվել եք ինչ աշխատանքի մասին էր խոսքը։ Աշխատանքը առաջարկը եղել է միջև միջադեպը եւ առաջարկները բազմաթիվ են եղել, ոչ միայն թաղապետի կողմից, սակայն հենց նա է առաջին այդ հարցը բարձրաձայնել, որ ասել է ես աշխատանքի առաջարկ եմ արել, միջ այդ մասով ես լուռ եմ մնացել, բայց քանի որ նա արդեն բարձրաձայնել է, այո, աշխատանք առաջարկել է, ոչ միայն մեկ անգամ, մի քանի անգամ, որը ես կտրականապես այդ առաջարկները մերժել եմ, քանի որ ինձ համար անընդունելի է, որ այդ քաղաքական ուժի հետ նման վարքագիծով, նման վարած քաղաքականությամբ ես իրենց հետ ինչ-որ ճանապարհ անցնեմ, այդ թվում աշխատանք։ Այսինքն զուտ քաղաքային իշխանության մակարդակով քաղաքականության, թե առհասարակ հանրապետություն կուսակցության քաղաքական գծի մասին է խոսքը։ Առհասարակ հանրապետություն, դե անկեղծ ասած տարբերություն չեմ տեսնում ԿՊ-ի եւ հանրապետության մեջ, դա նույն կուսակցությունն է տարբեր անվանումներով։ Ձեզ խուլիգանության մեջ են մեղադրում, դուք ընդունում եք այդ մեղադրանքը եւ մինչեւ հիմա հարցաքննվել եք քննչական դատավարական ինչ գործողություններ են արվել։ Տվյալ դեպքի արդիվ չեմ հարցաքննվել, բայց անպայման հարցաքննվելու եմ։ Ես ինձ անմեղ եմ ճանաչում, քանի որ ես ոչ մի անօրինական բան չեմ արել, ինչ արել եմ օրենքի շրջանակներում, իսկ եթե որ իրանք վերնագրում են այն արարքը, որ ակցիա եմ իրականացրել քաղաքական այդ հայտնի յոգուրտի, դա արդեն ինքնին խոսում է նրա մասին, որ այս իշխանությունը, որը ճակերտավոր խոսում են, որ իրանք եվրոպամետ արժեքներ կրող քաղաքական ուժ են, դա սուտ է, քանի որ քաղաքակիրթ եվրոպամետ միջավայրում նման քաղաքական ակցիաները հենց ողջունելի է եւ հենց այդպես են իրենց դիրքորոշումները արտահայտում։ Իսկ նրանք արդեն վերնագրում են դա խուլիգանություն, բայց այնինչ որ թաղապետը 10 հոգով հարցակվում են, խփում են, դա
խուլիգանություն չէ, բայց յոգուրտ լցելը խուլիգանություն է։ Դա ինքնին մեկը մյուսին հակասում է իրենց քարոզած արժեքները։ Ձեզ նաև մեղադրում են Ռուսաստանի գործակալ լինելու մեջ եւ որպես այդ փաստի ապացույց բերում են այն հանգամանքը, որ դուք Ռուսաստանի Դաշնության քաղաքացի եք։ Կմանրամասնեք ինչպես է ստացել, որ դուք ՌԴ քաղաքացի եք եւ երբևէ մտածել եք Հայաստանի քաղաքացիություն ունենալու մասին։ Տեսեք, ես ծառայել եմ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, երբ որ 18 տարեկանը լրացել եմ։ Ծառայել եմ Արցախում, Ջաբրայելում 2 տարի դիրք եմ պահել։ Սակայն ցավոք սրտի շատ անգամներ այս իշխանությունը քարոզել է, որ Չախոյանը Ռուսաստանի քաղաքացիություն է եկել եւ բանակից փախել է։ Այնինչ նորից եմ կրկնում, ես ծառայել եմ եւ ունեմ զին գրքույկ եւ տեսանյութներ, նկարներ, որ ես ծառայել եմ։ Քաղաքացիությունից հրաժարվել եմ, այսինքն ձեռք եմ բերել Ռուսաստանի քաղաքացիությունը, եթե չեմ սխալվում, 2015 կամ 16 թվականին, այսինքն միջ իմ այս գործունեությունը սկսելը եւ վերցել եմ ոչ ասենց ասած լավ կյանքից էլի, ոնց որ մեր շատ մի շարք հայրենակիցներ են գնում։ Բայց ժամանակի ընթացքում ես վերադարձել եմ եւ բնակվում եմ Հայաստանում, ոչ մի հակաօրինական բան չեմ անում, այլ ընդհակառակը իօգուտ Հայաստանին գործունեություն եմ ծավալում, բացահայտում եմ կոռուպցիաներ, անորակ աշխատանքներ եւ զրպարտանքի եմ արժանանում։ Եվ ուզում եմ նշեմ, երբ որ ես իմ հանրային գործունեությունը սկսել էի, ոչ ոք չգիտեն, որ ես Ռուսաստանի Դաշնության քաղաքացի եմ։ Ես ինքս եմ հանրային դաշտում հայտնել առաջինը, որ ես Ռուսաստանի քաղաքացի եմ։ Այսինքն ես դա գաղտնիք չեմ պահել եւ դա սենսացիոն բացահայտում չեն արել։ Ես եմ դրա մասին առաջինը հայտնել։ Բայց այս իշխանության բնորոշ ամեն ձև փորձում են մարդկանց թիրախավորել, զրպարտել, մանիպուլացնել, որ իրական իրողությունից ժողովրդին շեղեն։ Ինչ կապ ունեք Մայր Հայաստան խմբակցության հետ, միշտ Մեսրոպ Մանուկյանի հետ եք, Մայր Հայաստան խմբակցության հետ որևէ կապ կա, թե ուղղակի այդպես ստացվել է, որ միասին եք աշխատում։ Շնորհակալ եմ հարցի համար, շատ լավ հարց եք տալի։ Ես Մայր Հայաստան խմբակցության հետ կապ ունեմ այնքանով, իշքանով, որ ավականու անդամները կապ ունեն Երևանի քաղաքապետարանի հետ։ Ես համագործակցում եմ ավականու անդամների հետ, ոչ միայն Մայր Հայաստան խմբակցության հետ, այդ թվում հենց պարոն Մեսրոպ Մանուկյանի հետ։ Ես համագործակցում եմ այդ թվում ազգային առաջընթաց կուսակցության ավականների հետ, այո, համագործակցում եմ ՔՊԱ-կան ավականու անդամների հետ։ հրապարակավ թե գաղտնի։ Հրապարակավ։ Ես ազգային ժողովում, եթե չեմ սխալվում, 2024 թվականին բաց առ բայց հայտնել եմ, ասել եմ ուղիղ եթերով տեսախցիկների առջև, որ ես այո համագործակցում եմ ՔՊԱ-կան ավականու անդամների հետ, որը նաև այդ ժամանակ նստած էին ազգային ժողովի այդ ելույթների դահլիճում։ Այսինքն ես գաղտնիք չեմ պահում։ Եթե մենք որդեգրենք մի սկզբունք, եթե մարդ, չգիտեմ, համագործակցում է մի քաղաքական ուժի ավականու անդամ, ուրեմն ինքը այդ քաղաքական ուժի ներկայացուցիչ է, ուրեմն դուրս է գալի, ես համ ՔՊԱ-կան եմ, համ, չգիտեմ, բոլոր կուսակցությունների, չգիտեմ, պրոյեկտ եմ միշտ։ Չէ, ես իօգուտ իմ Հայաստանի Հանրապետության իմ համայնքին համագործակցում եմ եւ դրա մեջ ոչ մի վատ բան ես չեմ տեսնում։ Դա նորմալ բան է, այսինքն ես պետական դավաճանությամբ չեմ զբաղվում, այսինքն ես պաշտոնյա չեմ, չգիտեմ, կոռուպցիայով չեմ զբաղվում, այլ ընդհակառակ իօգուտ գործ եմ անում, որը իրանք էլ լինելով ավականու անդամ, հենց իրենց լիազորությունն է, որ այդ կոմունիկացիան բնակիչների քաղաքացիների հետ շփումը տեղի ունենա եւ դա տեղի է ունենում։
Այսինքն որ թիրախավորեն, այ, տեսեք, Չախոյանը Մեսրոպ Մանուկյանի հետ գնացել է մանկապարտեզ, նա էլ Մայր Հայաստանից է, այ իրանք էլ այդ քաղաքական ուղղվածություն ունեն, բայց խիտ չեն ասում, որ օրինակ Չախոյանը բոլորի հետ է համագործակցում։ Բոլորը նկատի ունեն բառից բուն իմաստով, բոլորի հետ։ Այդ թվում հանրային ձայն խմբակցության հետ բազմիցս անգամ հանրային դաշնում, ոչ թե գաղտնի ինչ-որ պատվալներում, ես արտահայտել եմ, որ համագործակցում եմ ի օգուտ իմ համայնքին։ Եվ բայց այս իշխանության ինչը որ ձեռը տալի, դա են շարքում։ Եթե մայրաքաղաքում իշխանություն փոխվի, դուք շարունակելու եք ձեր գործունեությունը։ Որ փոխվի, իրականում լավ կլինի, եւ փոխվել անկախ ամեն ինչից թե իշխանության, այսպես ասած, ղեկինով կլինի, իհարկե ես կշարունակեմ։ Տարիներ առաջ, կարծեմ 1 տարի առաջ, թե 2 ձեզ վրա նաև հարձակվել էին պատճառաբանությամբ, որ դուք Ադրբեջանի գործակալ եք։ Այդ քրեական գործը ինչ ընթացք ստացավ, ինչ պատմություն է դա։ Տեսեք, 2023 թվականի ավականու ընտրությունների ժամանակ էր, երբ որ քաղաքապետ պետք է ընտրեին, հենց այդ գիշերը ինձ վրա մահափորձ կատարեցին 3 հոգով, որից մեկին վնասազերծել է եւ հանձնել է ոստիկանությանը, սակայն չէին ձերբակալել, ազատ էին բաց թողել, հետո պարզ դառավ, որ այդ անձը նախկինում դատապարտված է եղել, էլի նմանատիպ արարքի համար, դանակահարության եւ այլն, եւ մինչ օրս նա պատիժ չի կրել, ազատության մեջ ման է գալի։ Նույնը լինելու է նաև նոր-նորքի թաղապետի պարագայում, չէ՞։ Իհարկե, դա այդպես է լինելու է եւ արդեն իսկ դա այդպես է կա։ Ես անկեղծ ասած չեմ էլ ուզում ասեմ, ես հույս ունեմ արդարադատության վրա, որ ճիշտ որոշումներ կկայացնեն, ոչ, ես հույս չունեմ, որովհետեւ ես արդեն փորձից ելնելով իմ աշկի վրա այդ ամենը զգալով գիտեմ, որ Հայաստանի Հանրապետությունը արդարադատություն չի գործում, դա գործում է միայն իշխանության պատվերներ կատարելու համար։ Այդ թվում մենք տեսանք, թե ինչ տեղի ունեցավ։ Խուլիգանությունը թաղապետը արեց, սադրեց, ինձ ծեծեցին, ծեծի ենթարկեցին, դա անհերքելի է, բայց ինձ ձերբակալեցին տարան, փոխարենը իրաց ձերբակալ էին տանում, այս բանով է տեսել։ Ու ինձի մեղավոր են ճանաչում։ Հիմա պատկերացնենք մի պահ տեղերով փոխվենք, որ թաղապետը իմ փոխարեն լիներ 1 հոգով, ես էլ 10 հոգով հարձակվեի թաղապետի վրա։ Հիմա պատկերացնենք 10 հոգում կալանավորել էին, տարել էին, ԱԾ-ի պատվալում փագել էին, բայց ոչ իրանց դեպքում։ Բազմաթիվ են դեպքերը, երբ մարդկանց բռնության են ենթարկում, Էդգար Ղազարյանի դեպքը կա, ձեր դեպքը, ձեր կարծիքով այս իշխանությունները ինչու են հատուկ են այսպես աշկ փակում, յուրայիններին պաշտպանում, թե ուղղակի ուշադրություն չեն դարձնում։ Հատուկ աշկ փակելու, որտեղ որևիցե բան չեմ տեսնում, որտեղ քաղաքական ուժ է եւ իրանց մարդկանց, իրանք ասենց ասած պատժաշկա են անում իրենց հովանավորչությունը, բացի այդ մենք տեսանք, որ իրականում ինչ տեղի ունեցավ, որ Հանրապետություն կուսակցությունը ուղիղ տեքստով շանտաժ արեց Տիգրան Ավինյանին։ Եթե թաղապետին աշխատանքից հեռացնեք, մենք մանդատներս վայր ենք դնելու։ Դա ակնհայտ շանտաժ է։ Եվ այդ շանտաժի տակ Տիգրան Ավինյանը ստորագրել է, աշխատանքից չի հեռացրել։ Այդ թվում ուզում եմ նշեմ, որ ազգային ժողովում Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ այո, թաղապետը պետք է հրաժարական տա, բայց հրաժարական չի տալի։ Այսինքն իրանք բռնությունը դատապարտում են, բայց պատասխանատվության չեն ենթարկում, ասում են իրանց որոշելունն է։ Բայց եթե իշխանությունը դուք եք, դուք ունեք այդ լծակները, որ այդ ամենի վրա ազդեցություն ունենաք եւ չեք միջամտում, ուրեմն դուք խրախուսում եք, ինչպես որ հենց իրանք Հանրապետության կուսակցության ներկայացուցիչները իրենց արածը խրախուսում են, ասում են ինչ արել ենք, լավ ենք արել։
որ եթե խրախուսում են, ասում ենք լավ են կարել եւ իրավապահ մարմինները ոչինչ չեն ձեռնարկում, պաշտոնյան աշխատանքից չի ազատվում, էլ ինչ այդ ամենին էլ ինչ գնահատական տանք։ Միակ այն գնահատականն է, որը բռնություն այս իշխանության օրոք ակնհայտ խրախուսում է շանտաժի ներքո։ Հանրապետություն կուսակցությունը հայտարարություն տարածեց բավականին զավեշտալի, ես եւս մեկ անգամ կուզեմ դա մեջ բերել, որ այդ ծեծը տեղի ունեցել հանուն Հայաստանի ինքնիշխանության եւ դուք սադրանք եք իրականացրել Ռուսաստանի դեսպանատան կազմակերպած ուրեմն դավերի արդյունքում։ Դուք երբևէ Ռուսաստանի դեսպանի կամ դեսպանատան ներկայացուցիչների հետ հանդիպած կաք։ Ոչ, երբևիցե չկամ։ Ահա ցավալին գիտեք որ ահա չինեմ դա այնպեսի անհեթեթ հայտարարություն է, որ ոչ ոք այդ ամենին լուրջ չվերաբերվեց։ Տեսեք, իրենք ասում են սադրանք է տեղի ունեցել։ Բերեք մենք վերլուծենք, ինչ սադրանք է տեղի ունեցել։ Գնացել են կոռուպցիա են բացահայտել, որի մեջ որևիցե վիրավորական խոսք չի հնչել, որևիցե մեկի հասցեին այդ թվում թաղապետի, որից հետո թաղապետը միտումնավոր, նշում եմ, միտումնավոր զանգել է, սպառնացել է, 10 հոգով ակնհայտ ինձ վրա հարձակում են, ծեծում են եւ ասում են դա կազմակերպված սադրանք է։ Մենք ոնց են կազմակերպել, որ թաղապետը միտումնավոր զանգի սպառնա եւ ոնց են կազմակերպել, որ մենք որ թաղապետը 10 հոգով միտումնավոր ծեծի ինձ։ Մի հատ տրամաբանորեն, էլի։ Ինչպես։ Այսինքն անհեթեթ հայտարարությունը, որը ունի որևիցե փաստ եւ չի էլ կարող ունենալ, քանի որ հենց առաջին խուլիգանությունը իրանց կողմից է տեղի ունեցել։ Եթե ես զանգեի թաղապետին, սպառնայի կամ տեսանյութում հայ-հոյ վիրավորեի թաղապետի կամ որևիցե մեկի հասցեին, այո, այդ ժամանակ կարելի էր դիտարկել, որ ես սադրել եմ, բայց չեմ սադրել, ինչ եղել է իրանց կողմից է եղել եւ դրա որակավորեն իմ կողմից սադրեմ, դա անհետեթություն է, ինչը որ տեղի ունեցավ եւ նույնիսկ դա կապում են Բուչա այցի հետ, որ նույնիսկ աշխարհաքաղաքական երանգներ էին տալիս ձեր նկատմամբ տեղի ունեցած։ Լուրջ չի, էլի, լուրջ չի։ Մենք պետական մակարդակով Հայաստանը հայտարարվում են նույն տվյալ դեպքի վերաբերյալ Ռուսաստանում այդ հարցը ուղղել են Մարիա Զախարովի։ Այսինքն հասկանում եք ինչ անհեթեթ հարցը, ինչ աշխարհաքաղաքական հարթակներում քննարկվում է, այսինքն ուղղակի ամոթ է։ Դուք այդ ծեծի հետևանքով ինչ մարմնական վնասվածքներ եք ստացել եւ հիմա ոնց եք ձեզ զգում։ Ստացել եմ գլխացնցում, այրազեղում ունեի, գեմատոմա, մեկ էլի այլ բաներ կա, այլ բժշկական տերմինով չեմ հիշում որ ասեմ։ Այդքան հիմա ձեզ լավ եք։ Բավականին, հա, լավ եմ զգում, ճիշտ է, բուժօգնություն եմ ստանում տնային պայմաններում, գնալով վիճակը բարելավում է։ Հետևենք իրադարձություններին, հանրությունը կարծում եմ ձեր տեսանյութերը կշարունակի դիտել, դա էլ ձեզ լրացուցիչ մոտիվացիա կլինի, որպեսզի շարունակեք ձեր բլոգերական գործունեությունը, բացահայտեք չարաշահումներ, շնորհակալ եմ այս զրույցի համար։ Ես շնորհակալ եմ, որ հրավիրեցիք։ Հարգելի հեռուստադիտողներ, ես զրուցում էի բլոգեր Արթուր Չախոյանի հետ, կհանդիպենք։